պաշտոնյաների պատասխանատուների կողմից խոսվում է դյուրացված անցում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Այստեղ ինչ է առաջարկվում Ադրբեջանին, որ օրինակ չի առաջարկվում մյուս անցումների դեպքում։ Ինչով է տարբերվելու սա։ Այդ դյուրացումը ինչ է նշանակում, կբացատրեք։ Ես նշեցի, տեսեք, կան տարբեր քննարկումներ, որոնց արդյունքները ինստիտուցիոնալ ձևով հրապարակվում են համապատասխան աշխատանքային խմբի ղեկավարության կողմից։ Երբ որ նման հրապարակումներ կլինեն, կլսեք։ Իսկ դյուրացում ասելով, եթե ընդհանրապես, տեսեք, եթե որպես որն է դրա պրակտիկան, հիմա էլ մենք կյանքում ունենք, ասենք մենք մեր կյանքում ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ որ ցուցիչներ ուսումնասիրելով մեր համակարգը ինչ որ ապրանքներ ուղարկում է կանաչ ուղի, ինչ որ ապրանքներ դեղին ուղի, ինչ որ ապրանքներ կարմիր ուղի։ Դրանք օրինակ կանաչ ուղի գնալը նշանակում է, որ առանց որևէ խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախորդ լրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ եւ ինքը սահմանը անցնում է։ Կամ օրինակ ավտոմատ բաց թողնման համակարգ ունենք, արդեն պիլոտավորեցինք, որտեղ էլի այդ ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումը ավտոմատ բաց է թողնվում սահմանին, որտեղ մենք տեղեկատվություն ունենք, որ ինքը ռիսկային չէ։ Այո, եւ ընթացքում որևէ միջամտություն այսինքն չի լինում այնպես, որ օրինակ մենք չգիտենք ինչ է անցնում սահմանին եւ ավտոմատ բաց ենք թողում։ Այսինքն այդ մեխանիզմները վաղուց կան։ Հիմա եթե օրինակ խոսքը կոնկրետ Ադրբեջանի դեպքում է, երբ դուք տեսնեք այն բեռը, որ անցնելու է, տեսնեք խնդիր, դուք հանգիստ կկարողանաք այդ բեռը ստուգել եւ թույլ տալ կամ թույլ չտալ։ Իհարկե, այսինքն մենք մեր վերահսկողությունը, մեր իրավասությունների շրջանակներում մաքսիմալ վերահսկողությունը անելու ենք այնպես, ինչպես անում ենք հիմա ցանկացած սահմանի դեպքում։ Հիմա այդ ռեժիմը մենք ում հետ ունենք, այդ ասած որ հայտարարագրերը մեր բոլոր բաց սահմանների հետ, Իրան, Վրաստան։ Բայց այդ դեպքում ինչն է, որ մենք ինչ ենք առաջարկում Ադրբեջանին, որ օրինակ մյուս Դրա մասին ասացի, իմ տիրույթում չէ, դա արդեն ավելի շատ թե ինչ սցենար կքննարկվի եւ կհայտարարվի դրա մասին։ Թույլ տվեք վերջի հարցը ու գնանք։ Վրաստանում տեղի ունեցող արդյոք ձեր կարգավորման տիրույթում է թե ոչ բեռների ախտահանման հետ կապված եւ ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի, որովհետեւ նաեւ դա ինչ որ առումով հարկային մուտքերի հետ կապված է խնդիր տալու շատ գործարաններ հիմա աշխատողներին ուղարկել են տուն, արտադրությունը դադարեցրել են, այդ հասկացաք ինչ եմ ասում։ Լավ նորություններ կան, որովհետեւ արդեն բեռները տեղաշարժվում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ process-ը, ոչ թե ինքը բազմակողմանի հարց է։ Այսինքն երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում եւ եթե ինչ որ ապրանքի մեջ փորձաքննություն անելու կարիք կա, հիմա փորձաքննության մասին, այսինքն Վրաստանի մեր գործընկերները փորձաքննություն են իրականացնում եւ այդ փորձաքննության արդյունքներով հասկանում են ինչ անեն, բայց լավ նորությունը նա է, որ արդեն հոսք կա։ Այսինքն ինքը ոչ թե Պեկի տիրույթի հարց է որպես այդպեսին, այլ Պեկին առնչվում է այնքանով, որ ինքը սահմաններ է հատում եւ մաքսային վերահսկողության շրջանակներով է անցնում։ Բայց եթե Վրաստանի տարածքում չի իրացվել օրինակ այդ կոնյակը, ինչ կարիք կա ուսումնասիրել։ Ընդհանրապես տեսեք, սովորաբար տարանցիկ ռեժիմների դեպքում համեմատաբար մեղմ են լինում։ Ժամանակ առ ժամանակ տվյալ երկիրը իր հայեցողությամբ որոշում է ինչ որ փորձաքննություններ անել, հիմա այս պահին այդ իրավիճակում ենք։